Ժողովուրդ ջան, ես մեղավոր չեմ, Կալուգացին նորից աբսուրդ է խոսել, լսենք։ Եթե մենք այսպես մի 5 տարի բաժանենք, վերջում կմնա Լոռու մարզը, որովհետև դա մենք ոչ մեկի չենք տալու, պայքարել ենք Լոռու մարզի համար։ Այսինքն մյուս մարզերի համար չեք պայքարելու, հա? Ասենք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի համար չեք պայքարելու։ Կարող է 2022 թվականին, երբ որ հարձակում էր գնում այդ մարզերի վրա, ու այդ թվում Լոռու ներ հերոս տղերքը արյուն էին թափում այդ մարզերը եւ ընդհանրապես Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, դրա համար եք դուք, հա, ձեր ցեղի 4 արուզ ավակներին բանակից փախցրած ձեր Կալուգայում պահկվել, հա, որտեղ Լոռու վրա չէր հարձակումը։ Իսկ իրականում ոչ Լոռու, ոչ մյուս մարզերի պաշտպանության խնդիր չի առաջանալու, որտեղ մենք միլիարդավոր դոլարների զենք ենք առել, միլիարդավոր դոլարների պաշտպանական կառույցներ ենք սարքել սահմաններին, իսկական ամրոցներ, եւ անցած տարվա օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագիր ենք ստորագրել, եւ հիմա խաղաղություն է, ու 2 տարուց ավել մեր սահմաններին ոչ մի զոհ չկա, ոչ մի մարզում, ոչ մի մարզի, ոչ մի սահմանին ոչ մի զոհ չկա։ Իսկ միակ մարզը, որ դուք կարող եք պաշտպանել, Կալուգայի մարզն է, այն էլ ոչ ամբողջ մարզը։ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալի առանձնատան շրջակայքը դուք կարող եք պաշտպանել քոչվոր շներից, որ հանկարծ չմտնեն։